Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը և Արա Աբրահամյանը, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարում։ Միացյալ Նահանգների սենատոր Սթիվ Դենզի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է, նրան ընդունել է վարչապետ Փաշինյանը։ Հանդիպան ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Սենատոր Դեյզն այցելել է նաև Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դվինազի հետ։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները։ Բաքվում շարունակվում է Արցախի հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու գործերով դատավարությունը։ Վերջին նիստում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Նացականյանը կասկածի տակ է դրել վկաների ներկայացրած ցուցմունքները, դրանք անվանելով ռազմագիտական առումով անհիմն եւ մտածածի։ Ողբերգական դեպք Երևանում շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ ծագած ծեսկրտուքից հետո ավտոմեքենաներով միմյանց հետապնդելու ընթացքում վրաերթի է ենթարկվել 42-ամյակին եւ նրա 2-ամյա որդին։ Կինը մահացել է, իսկ որդին հոսպիտալացվել։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը մեկնարկել է ուսուցչական երրորդ համաժողովը։ Միջոցառման նպատակն է ձևավորել միասնական տեսլական, հանուն կրթության զարգացման եւ ուժեղ պետության կերտման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Նահանգների սենատոր Սթիվ Դենզի գլխավորած պատվիրակությանը։ Նա ողջունել է սենատոր Դենզի այցը Հայաստան, կարևորելով Հայաստան-ԱՄՆ բարեկամական հարաբերությունների եւ գործընկերության ամրապնդումը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում։ Հանդիպան ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, տնտեսական գործակցության ընդլայնման, նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Դենզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, վերահաստատելով ԱՄՆ պատրաստակամությունը ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը եւ տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Սթիվ Դենզն այցելել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրիում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը, ասված է դեսպանության հաղորդագրությունում։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դվինազի հետ։ Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր գնահատում Սենատի հետևողական աջակցությունը մեր երկրին, ընդգծելով Դվինազի կարևոր ավանդը Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։ Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդանական սերտ գործակցությունը։ Հանդիպան ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը եւ Հայաստան-Ֆրանսիա բազմավոլորտ գործակցությանը։ Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները։ Բաքվում փակ դռների հետևում առանց միջազգային դիտորդների, անկախ մեդիայի ու իրավապաշտպանների ներկայության շարունակվում է Արցախի հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու գործերով դատավարությունը։ Վերջին նիստում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը կասկածի տակ է դրել վկաների ներկայացրած ցուցմունքները, դրանք անվանելով ռազմագիտական առումով անհիմն ու մտածածին։ Բաքվում շարունակվում է Ադրբեջանի կազմակերպած դատական ֆարսն ուղղված Արցախի հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործընթաց, որտեղ բացակայում են արդարության ամենաառաջնային բաղադրիչները, անկախ դատարան, պաշտպանական լիարժեք իրավունքներ եւ ամենակարևորը միջազգային վերահսկողություն։ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամանատարներ, արտաքին գործերի եւ պետական այլ պաշտոնյաներ այժմ կանգնած են Բաքվի դատարանի առաջ, որտեղ նրանց մեղադրում են ոչ թե գործած հանցանքների, այլ ինքնության համար։ Ադրբեջանն ի հեճուկս միջազգային կոնվենցիաների եւ իր իսկ ստանձնած պարտավորությունների արգելել է անկախ միջազգային դիտորդների, լրատվամիջոցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների մասնակցությունն այս գործին։ Մայիսի 6-ից սկսած դատական գործընթացն անցկացվում է փակ դռների հետևում։ Միակ տեղեկատվական հոսքը հասանելի է բացառապես պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում։ Վերջին նիստում, ինչպես հայտնում են ադրբեջանական աղբյուրները, դատարանը լսել է տուժողներ կոչված վկաների ցուցմունքները, որոնք հիմնականում վերաբերում էին 2016 թվականի ապրիլի մարտերին, 44-օրյա պատերազմին եւ Գանձակի դեպքերին։ Վերջին նիստում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը կասկածի տակ է դրել վկաների ներկայացրած ցուցմունքները, դրանք որակելով անհիմն եւ մտածածին։ Ես եղել եմ Պաշտպանության բանակի հրամանատար եւ պատասխանատվություն եմ կրել ամեն մարտական գործողության համար։ Այստեղ ներկայացվող վկայությունները զուրկ են ռազմագիտական ու փաստական հիմքերից, դրանք շինծու են։
Դատական նիստի ընթացքում հարցաքննվել են նաև այնպիսի անձինք, որոնք որևէ առնչություն չունեն ներկայացված դեպքերի հետ։ Օրինակ, Մարտակերտի Գետավան գյուղի բնակիչ Մադադ Բաբայանը դատարանում նշել է, որ երբեք ներգրավված չի եղել մարտական գործողություններում։ Բակո Սահակյանն իր հերթին հաստատել է, որ չի ճանաչել նրան եւ Մադադ Բաբայանի հետ առաջին անգամ հանդիպել է հենց դատարանում։ Ադրբեջանն իր կեղծ դատավարությամբ ոչ միայն ճնշում է Արցախի նախկին ղեկավարներին, այլև նպատակ ունի վերաշարադրել պատմական իրողությունները ներկայացնելով որպես ահաբեկչական գործողություն, Արցախի գոյամարտը որպես հանցագործություն, իսկ պետական ինստիտուտները որպես ապօրինի կառույցներ։ Այս պահին ադրբեջանական բանտերում պահվում են առնվազն 23 հայ գերիներ, որոնցից 16-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի դեմ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են նաև Արցախի 3 նախկին նախագահները, Ազգային ժողովի նախագահը, պետնախարարը եւ բարձրաստիճան զինվորականներ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման այս հատվածում շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները քննարկել եմ քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։ Բարև պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք շաբաթվա սկզբում, երբ տեղի ունեցավ Երևանյան երկխոսություն 2025 միջազգային ֆորումը, որտեղ էին Հայաստանային ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, եվրոպական մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախ ինչպես է գնահատում նմանատիպ այցերը, որոնք էին գլխավոր մեսիջները եւ հարցի երկրորդ մասն էլ միանգամից նշեմ, որ հերթով անդրադառնանք շատ հանգամանալից Փաշինյանը մի մեսիջ հնչեցրեց, որը շատերի մոտ տարակարծություն առաջացրեց, որոշ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ նշեցին, որ դա շատ վտանգավոր թեզ է, որոշներն էլ ասացին, որ դա նորմալ է։ Թեզը հետևյալն էր։ Նա նշեց, որ եթե սահմանադրական դատանը որոշի, որ խաղաղության գործընթացը սահմանադրությանը չի համապատասխանում, նա փորձելու է սահմանադրությունը փոխել։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանը ցույց է տալի, որ ամեն գնով, ամեն ինչ անել է, որ ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, որտեղ Հայաստանը հռչակել է իր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը առանց խնդիրների Ադրբեջանի հետ հարաբերություններ, նաև Թուրքիայի հետ եւ ցույց է տալիս, որ գնալու է խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ մեր իշխանությունների լեքսիկոնից դա մշտապես չի ելնում։ Իրենք անընդհատ ասում են, որ կողմ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որ այդ օրակարգը իրենց օրակարգն է եւ որևէ ջանք չեն խնայելու այդ օրակարգի իրագործման համար։ Իհարկե կա հարցի մյուս կողմը, արդյոք իշխանությանը կհաջողվի նոր սահմանադրություն բերել օրակարգ կբերեն, բայց արդյոք կհաջողվի ընդունել տալ, դա մի քիչ դժվար է ասել։ Ես կարծում եմ ժողովուրդը չի ընդունի այդ սահմանադրությունը, բայց դա հարցի մյուս կողմն է։ Ամեն դեպքում իշխանությունը վստահ է, որ Սահմանադրական դատանը որևէ խնդիր չի տեսնելու այդ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում եւ մնալու է հարցի մյուս կողմը սահմանադրություն փոխելը, եթե բանը դրան հասնի։ Բայց իմ կարծիքով Ադրբեջանի համար սա ընդհանրապես պատրվակ է, Ադրբեջանը չի ուզում խաղաղության պայմանագրի ստորագրում եւ այս սահմանադրություն փոխելը արհեստական օրակարգ է, որպեսզի խուսափի խաղաղության պայմանագրի ստորագրումից։ Ես տեսականորեն եմ ասում, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը եւ Ադրբեջանի ցանկություններով նոր սահմանադրություն ընդունի, այդ ժամանակ Ադրբեջանը մի այլ հավելյալ պահանջ է բերելու օրակարգ, որպեսզի կրկին տորպեդա արի այդ գործընթացը։ Այսինքն արհեստական խնդիր են ստեղծել սահմանադրության առաջին կետը, առաջին հոդվածը արհեստական բերել են օրակարգ, որպեսզի խուսափեն այդ պայմանագրի ստորագրումից եւ ես վստահ եմ, որ եթե տեսականորեն ելի եմ կրկնում, եթե Հայաստանը նույնիսկ փոխի իր սահմանադրությունը, Ադրբեջանը այս անգամ մեկ այլ ուրիշ պահանջ է բերելու օրակարգ։ Այսինքն ստացվում է Ադրբեջանը ինչ պետք է ասի, մենք պետք է գլխի կոր կատարենք։ Չէ, այդպես չի ստացվում։ Այնպես ես վստահ եմ, որ չի էլ դրվելու սահմանադրությունը փոփոխությունների։ Նույնիսկ իշխանություններն ասում են, որ դա 2026-ից ընտրություններից, խորհրդանական ընտրություններից շուտ չի լինելու։ Բայց մենք տեսական դատողություններ ենք անում։ Նույնիսկ եթե բերենք, ասում ենք նույնիսկ եթե վերվի այդ օրակարգը, վերվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվի քվեարկության, նույնիսկ դրանից հետո Ադրբեջանը նոր հավելյալ պահանջներ է դնել։ Բայց իհարկե որևէ մեկը չի ասում, որ ադրբեջանական
պահանջներով պետք է սահմանադրություն փոխել։ Նույնիսկ իշխանությունը չի ընդունում, որ դա ադրբեջանական պահանջներով է։ Իսկ ֆորումի մասին ինչ կասեք, որքանով ստացված ֆորում էր եւ որն էր գլխավոր մեսեջը, որտեղ ԵՄ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ էստեղ են եւ կարծես այդ թեզն էին բոլորը առաջ տանում։ Հայաստանը այդ օրակարգը առաջ է մղում, Հայաստանը ցույց է տալիս, որ ինքը կառուցողական կողմ է այս բանակցություններում եւ դա պետք է ասել, որ ընդունվում է, ընկալվում է Արևմուտքի կողմից։ Եթե նկատել եք Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս վերջին 1-2 տարիներին անդադ գովում են Հայաստանի իշխանություններին, ասում են Հայաստանի իշխանությունները խիզախ քայլերի են գնում, առաջ են տանում խաղաղության օրակարգը, Հայաստանի իշխանությունը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագրերը եւ ամբողջ ճնշումները ըստ էության ադրբեջանական կողմի վրա է ընկնում։ Այլևս Արևմուտքում էլ հասկանում են, որ Ալիևի պահանջները արհեստական են։ Ես ասեմ ձեզ, որ որքան ես տեղյակ եմ, Սահմանադրության այդ առաջի հոդվածը, որ Ադրբեջանը պահանջում է փոխել, անդադար նշում է, տարածքային մասը։ Շատ լուրջ փորձաքննության է ենթարկվել ԱՄՆ-ում իրավագետների եւ սահմանադրագետների կողմից եւ իրենք էլ եկել են այն եզրակացության, որ դա բացարձակապես որևէ խոչընդոտ չէ սահմանադրության։ Դե ագնախարարը անդադար ասում է, որ դա ուղղակի դուք մտածածին կեղծ տեզեր եք դա որևէ խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այնպես որ հիմա Հայաստանի վրա ըստ էության լուրջ ճնշումներ չկան, ամբողջ ճնշումները ընկնում են Ադրբեջանի վրա, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը անդադար այդ սահմանադրության առաջին կետն է բերում։ Նա ոչ միայն առաջին կետն է բերում, այլ նաև խախտում է հրադադարը եւ այսօր եւ երեկ եւ օրեր առաջ խոսնավորում անդադար կրակ էին արձակում։ Ինչի մասին է խոսքը։ Իրենք մի կողմից արհեստական օրակարգ են բերում, բանակցությունները մյուս կողմից էլ կրակում են, որպեսզի էլի տորպեդարեն խաղաղության գործընթացը։ Ես առավել քան վստահ եմ, որ Ալիևը չի ուզում խաղաղության պայմանագրի ստորագրում, ու պատճառները տարբեր կարող են լինել, կարող են քննարկել, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման ջատագով չէ։ Որտեվ հիմա ձեր ձեր պատասխանի շարունակությունը հարցի տեսքով ձևակերպեմ, նույն ժամանակահատվածում զուգահեռ իրականության մեջ եւ երբ Երևանում Երևանյան երկխոսություն 2025 միջազգային ֆորումն էր, Ադրբեջանում էլ Ալիևը կազմակերպել էր իսլամաֆոբիան ուշադրության կենտրոնում խորագրով համաժողով միջազգային ֆորում, այսպես ասած, որտեղ կրկին Հայաստանին մեղադրեց մի շարք խնդիրների մեջ եւ շատ անհեթեթ մի հայտարարություն արեց, թույլ տվեք մեջբերեմ, բառացիորեն ինչի ասել։ Ցավոք սրտի արևմտյան Ադրբեջանում մեր պատմական հողերում, որտեղից արտաքսվել են մեր հայրենակիցները, մտածված եւ ծրագրված կերպով ադրբեջանցի ժողովրդի հարուստ նյութական հոգեվոր ժառանգության ոչնչացման քաղաքականություն է իրականացվում, ջնջվում է ադրբեջանցիների հետքը, նրանց պատմական էթնիկ տարածքը։ Ինչ է սա նշանակում։ Սա կարծես ինքը ասում է Արցախահայերի մասով, թե ինչեր են իրենք արել եւ կեղծ թեզ է շրջանառվում, նարատիվ է շրջանառվում, որ որևէ աղերս չունի իրականության հետ։ Փորձում է հայելային Արցախահայերի խնդիրը հավասարեցնել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների խնդրին եւ հասնել նրան, որ Հայաստանը Արցախահայերի խնդիրը չբերի բանակցային օրակարգ եւ մոռանանք այդ հարցին։ Մոռանանք անցնի գնա։ Հիմա իրենք սա լրջորեն սրա վրա աշխատում են իմիջիայլոց եւ դիվանագիտական կազմը եւ իրավաբանները եւ միջազգային իրավունքի փորձագետները եւ փորձում են Արցախահայության էթնիկ զտումը հավասարեցնել Հայաստանից ադրբեջանցիների հեռանալու հետ, բայց բոլորս գիտենք, որ Հայաստանից ադրբեջանցիները երբ որ հեռացել են, դրա դիմաց պատշաճ փոխհատուցում են ստացել։ Եվ ոչ միայն նրանք այստեղ որևէ պատմական մշակութային ոչինչ չունեն եւ ընդհանրապես նրանք ոչինչ պատմական ոչինչ չունեն։ Մինչ այս պահը։ Այո, չունեն, բայց դրա համար իրենք արհեստականորեն Երևանի Կապուտ մզկիթը, օրինակ, որևէ աղերս չունի Ադրբեջանի։ Այո, փորձում են ադրբեջանական դարձնել, փորձում են այլ տեղեր, այլ հետքեր գտնել եւ այլն, եւ այս ամենը փորձել պրոյեկտավորել Արցախում իրենց կատարած ոչրագործությունների հետ։ Արցախում իրենց արածը միանշանակ էթնիկ զտում է եւ ես վստահ եմ, որ մենք երբ որ գնանք միջազգային դատարանները, արդարադատության միջազգային դատարանը եւ այլն, որին իդեպ Ալիևը բանի տեղ չի ել դնում։ Կդնի, եթե շատ լուրջ ասեն։ Իհարկե դրա վրա էլ պետք, դրա այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք։ Պետք է հասնենք նրան, որ նախ արդարադատության միջազգային դատարանը որոշակի բանաձևեր ընդունել եւ դրանից հետո նաեւ հարցը բերենք քաղաքական օրակարգ, միջազգային օրակարգ եւ աշխարհի մեծերի առջեւ դնենք այդ հարցը, ասենք, տեսեք միջազգային դատարանը այսպեսի որոշում է կայացել, դե բերեք Պաջեք Ալիևին, բերեք նրան, որ նա փոխհատուցի իր արածները եւ այլն։ Դրա համար պետք է քայլ առ քայլ գնանք մեր նպատակներով, լրջորեն աշխատենք, իմանանք առաջի քայլը, երկրորդ, երրորդ քայլը որն է լինելու։ Իսկ ինքը հեռու է մտածում, ինքը գիտի, որ այդ հարցը բերվել է մեր
միջազգային դատարաններ, Հայաստանը տանելու է միջազգային դատարաններ եւ հիմիկվանից իրեն փորձում է ապահովագրել, ասի տեսեք դե դուք նույն բանը մեր հանդեպ եք արել, մենք էլ ձեր հանդեպ ենք արել, եկեք հարցը փակենք, այլևս կողմերը չդիմեն միջազգային դատարաններ եւ այլն, հավասարության նշաններ այո փորձում դնել։ Տեսեք, շաբաթվա ընթացքում եւս մեկ կարևոր ուշագրավ իրադարձություն եղավ Բիշկեկում ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների համաժողովներ, որտեղ Հայաստանը չէր մասնակցում, սակայն Հայաստանը անմասն չմնաց այդ մասով իրենց Ռուսաստանի մտահոգություններից, ճակերտավոր մտահոգություններից, քանզի այնտեղ իրենց պաշտպանության նախարարը Անդրեյ Բելոուսովը հայտարարեց, որ Սյունիքի մարզում բավականին լուրջ էսկալացիոն խնդրի վտանգ կա, ինչ այս պահը։ Եվ մենք տեսանք, որ արդեն կրակում են։ Կարծես զուգահեռ իրականության մեջ ես չեմ ուզում ասեմ, որ դա պայմանավորվածություն է, բայց բոլոր վեկտորները տանում են դրան։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Վտանգներ միշտ կա, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, քանի կոնֆլիկտը չի։ Բայց այդ հայտարարությունից հետո կրակել ադրբեջանցիները Հայաստանի վրա մի տեսակ։ Բայց այդ վտանգները Ռուսաստանը ոչ թե վտանգները լուծող է, այլ վտանգի աղբյուր է։ Դե հենց դա եմ ասում, կարծես Ռուսաստանի հայտարարությունից հետո սկսեցին կրակել։ Միջև էլ են կրակում հանուն արդարության, բայց այո։ պետք է նկատել, որ Ռուսաստանը մշտապես ամեն չարել է, որ Սյունիքի մարզում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը իրականություն դառնա։ Իհարկե դա միգուցե շատ չի երևում, բայց Ադրբեջանին հրահրում է Հայաստանի դեմ գործողություններ անել։ Ես առավել քան վստահ եմ, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրագործած Ադրբեջանի ագրեսիան եւ դրան հաջորդած էթնիկ զտումները հենց այդ նպատակն էին նաեւ հետապնդում։ Այլապես Ռուսաստանը դրան հնարավոր է այսպես թույլտվություն չտար։ Իրենց ադրբեջանա-ռուսական պլանը կայանում էր նրանում, որ իրենք մտածում էին, որ Ադրբեջանը կարձակվի Արցախի վրա, Հայաստանը կմտնի պատերազմի մեջ, որից հետո Ադրբեջանը արդեն Հայաստանը կարձակվի Ադրբեջանի վրա, իրենք էլ հակարձակում կանեն, կգնան եւ արդեն Հայաստանի տարածքով միջանցք կբացեն եւ դրա համար լեգիտիմ հիմքեր կստեղծեն իրենց համար։ Ինչը չեղավ, Հայաստանը հրաժարվեց մտնել պատերազմի մեջ եւ դրանից հետո արդեն եթե ուշադիր նայում ենք եւ քրոնիկոնը, այո։ Քրոնիկոնը։ Վերջին ժամանակներս ռուսական վերլուծական շրջանակները, կրեմլամերձ շրջանակները անդադ նոր թեմա են առաջ բերում։ Արցախահայերի վերադարձի հարցն են բերում հակառակ, որպեսզի էլի իրենք վերադառնան Արցախ, իրենց խաղապանները եւ ավելի երկարաժամկետ այնտեղ ներկայություն։ Դե մենք տեսանք խաղապահները այնտեղ զրո գործառույթ են իրականացնում։ Այո, դրա համար էլ Հայաստանը չի համաձայնում այդ տարբերակին, որովհետեւ փաստացիորեն ռուս խաղապահները տապալվել են, իրենց միսիան չեն կատարել եւ բնականաբար Արցախահայերին տանել այնտեղ առանց որևէ անվտանգության երաշխիքի ուղղակի անհեթեթություն կլինի։ Դա պետք է լինի միջազգային մոնիտորինգի եւ միջազգային երաշխիքի ներքո։ Ինչը չեն տալիս Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Ինչ եմ ուզում ասել, երբ որ այս բոլորը համադրում ենք 2021-22 թվականներին Հայաստանի տարածքի վրա մի քանի անգամ արձակումներ է եղել, ագրեսիա։ Ամեն անգամ գիտենք Ռուսաստանի պատասխանը որն է եղել։ Ամեն անգամ ասում են չգիտեն դեռ ՀԱՊԿ չի ճանաչում այդ տարածքները։ Չի ճանաչում տարածքը, անհետ մեկնաբանություններ եւ անհետ պատասխաններ են տվել։ Սամանը սամանազատված չի, չենք հասկանում որն է։ Այո։ Որն է ձերը, որը Ադրբեջանին է, դելիմիտացված չէ եւ այլն եւ այլն։ Բայց իրականությունն այն է, որ իրենք դրանով խրախուսել են Ադրբեջանին, որպեսզի Հայաստանի վրա եւ օգնել են ինչ որտեղ։ Այո, օգնել են, այո, ինչու ոչ։ Եվ Գեղարքունիքում եւ Սյունիքում եղել են ռուսական ստորաբաժանումներ, որոնք որ մինչև նախքան արձակումը հաջողությամբ իրենց դիրքերը լքել եւ գնացան։ Մի խոսքով Ռուսաստան, այո, Սյունիքի նկատմամբ վտանգը ամբողջովին չի վերացել, բայց դրա այդ վտանգի վերացնողը ոչ թե Ռուսաստանն է, այլ Ռուսաստանը այդ վտանգի աղբյուրներից մեկն է, Ադրբեջանի հետ միասին։ Այնպես որ Բելոուսովը կամ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իրենք ոչ թե փորձում են այդ կրակը մարել, այլ ընդհակառակը կրակ են առաջացնում, թեժացնում են, այո։ Եվ ամփոփենք այսօր մեր հարցազրույցը, պարոն Վարդանյան, օրեր առաջ Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրն էր, մայիսի 28-ին, մենք ինչ դասեր ենք քաղել, մենք արդյոք դասեր քաղել ենք պատմությունից, թե չէ, մենք որտեղ ենք այժմ եւ ուր ենք գնում։ Ցավոք դասեր չենք քաղել, կամ քիչ ենք քաղել, որովհետեւ իմ համար առաջին հանրապետության ղեկավարությունը հայրենասիրության բացառիկ օրինակ է։ Որովհետեւ երբ որ նայում եք այդ մարդիկ ինչ պայմաններում են ապրել, շատ ավելի վատ պայմաններում կարողացել են մաքարել, պայքարել ու նույնիսկ համեմատելի չի, բայց այդ մարդիկ, ասենք,
Արամ Մանուկյանը բծավոր տիֆից մահացավ, այն դեպքում ինքը բոլոր ղեկավարները ապրում են որպես հասարակ քաղաքացիներ։ Եվ ամեն ինչ անում են, որ մեր պետականությունը կայանա։ Ցավոք սրտի այդ պետականությունը չկայացավ, վերացվեց, որովհետև բոլոր կողմերից շրջապատված էր թշնամական պետություններով եւ մենք ըստ էության չունեինք դաշնակիցներ։ Հիմա մենք պետք է այս 30 տարիների ընթացքում մենք կեղծ դաշնակցի կերպար ենք ստեղծել մեզ համար, միֆեր ենք ստեղծվել։ Հետո երբ որ 2020 թվականին եւ դրան հաջորդող իրադարձությունների ժամանակ Ռուսաստանը մեզ անհրաժեշտ կերպով օգնության չեկավ, չհասավ, իսկ շատ դեպքերում նաև թիկունքից արվածեց։ Մենք նոր հասկացանք, որ իրականում այդ ամեն ինչը երբեք դաշնակից էլ չի եղել։ Դաշնակից չի եղել։ Մի պահ եղել է, եկեք ընդունենք, դա 90-ականներին։ Իհարկե, իրեն շահից եղել, բայց դա եղել է կարճատև շրջան, դա Ելցինի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակներն։ Հետո երբ որ եկել է աշխարհակարգներ նաև այլ ամեն ինչ շատ տարբեր գործոններ կային։ Հետո եկել է նոր մարդ, որը ԽՍՀՄ-ի փլուզումը համարում է 20-րդ դարի աշխարհակահաղական չարիք։ Մի մարդ, որը նախկին խորհրդային միության երկրներին առանձին պետություններ ըստ էության չի ճանաչում։ Նա մտածում է, որ այդ երկրները պետք է լինեն իր ազդեցության գոտում, նույնիսկ այդ երկրները չպետք է առանձին քայլեր ձեռնարկեն իրենց անվտանգությունը ապահովելու համար։ Հենց հիմա տեսեք, այս վերջին օրերին Ստամբուլյան բանակցությունների թեման ինչ բարձվեց, որ Ռուսաստանը հարց է առաջ քաշում, որ այդ խորհրդային երկրները չպետք է գնան ՆԱՏՕ, այսինքն չպետք է ունենան իրենց անվտանգություն Ուկրաինա, Մոլդովան, Վրաստանը։ Այսինքն 100 տարի առաջ էր Ռուսաստանը նույն կերպ բարվում, հիմա էլ է նույն կերպ։ Դա այն ժամանակվա Ռուսաստանը այլ էր, եկեք Ռուսաստան նախ 17 թվականից հետո Ռուսաստանը ինքը փոխվեց, խորհրդային կարգերը այնտեղ հաստատվեցին, բայց հետո այո, այդուհանդերձ ինքը շարունակում է իր բռնի տոտալ ավտորիտար ռեժիմը։ Մեր հաշվին Թուրքիայի հետ պայմանավորվել։ Որպես մանրադրամ օգտագործել։ Այո, մեզ մանրադրամ օգտագործել, հետո Թուրքիայի հետ բանակցեց եւ Հայաստանը կիսեցին։ Նույնիսկ 20 թվականին է եղել, ես առավել կամ վստահ եմ էլի, որ պատերազմը ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունք է։ Ռուսաստանը որևէ կերպ չի միջամտել այդ պատերազմին մեր օգտին։ Այո։ Եվ ամեն չարել է, որ Ադրբեջանը գա այդ տարածքները գրավի, Ադրբեջանը հաղթի մեզ։ Եվ հենց իրենք էլ այդ ժամանակ հենց նույն ռուսական իշխանությունները կեղծ պետություն ստեղծեցին Ադրբեջան անունով եւ Հայաստանի մի մասը Նախիջևան եւ այլն հենց տվեցին։ Ուղղակի հենց այնպես։ Մեր ամենամեծ այս դասը պետք է լինի, որ մենք չպետք է ուսներս դնենք Ռուսաստանին, պետք է իրական դաշնակիցներ ձեռնենք։ Իհարկե լավ կլինի, որ մենք էլ Նժդեի վճռական խոսքերով ավարտենք։ Վճռական միայնակի հոգեբանությամբ լինենք, ուսներս չդնենք այլ պետությունների հետ, բայց նույնիսկ եթե մենք ինքնուրույն չենք կարող մեր անվտանգության հարցերը լուծենք, ապա այդ երկիրը չպետք է լինի Ռուսաստանը։ Պետք է գտնենք ավելի հուսալի դաշնակիցներ, իսկ Ռուսաստանը այս 200 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ մշտապես Հայաստանին օգտագործել է որպես մանրադրամ այլ երկրների հետ առևտրի մեջ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շարունակում ենք թողարկումը ռուսական զորքերի ակտիվությունը շեշտակի մեծացել է Զապորոժիայի ուղղությամբ, որտեղ հարձակողական գործողություններ են իրականացում, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նրա խոսքով ռուսական բանակը հիմնական ջանքերը կենտրոնացել է նաև մի քանի այլ ուղղություններով եւ Ռուսաստանին սահմանակից Սումի մարզի տարածքներում։ Ազատության ուկրաինական ծառայությունը անցած շաբաթներին հրապարակել էր մի տեսանյութ, որում նշվում է, որ Դոնբասում Ռուսաստանը փորձելու է շրջափակել Կոստանտինովսկան, քանի որ այն երկաթուղային կարևոր հանգույց է եւ հենման կետ է ուկրաինական պաշտպանության համար։ Այն գրավելու դեպքում ռուսական բանակն ըստ ամենայնի կկարողանա առաջ շարժվել եւ վերահսկողություն սահմանել երկաթուղային եւ ճանապարհային եւս մեկ հանգույցի նկատմամբ, որը ակտիվորեն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից շրջակա բնակավայրերը պաշտպանելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կտրականապես մերժել է Արևմուտքի պահանջները, ըստ որոնց Թեհրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից, դրանք որակելով որպես իրանցի ժողովրդի նկատմամբ տիրապետություն հաստատելու փորձ։ Արաղչին անհիմն է որակել Արևմուտքի մտահոգություններն Իրանի հարստացման ծրագրի վերաբերյալ։ Նրանք ասում են, չպետք է ուրան հարստացնենք միայն այն պատճառով, որ մտահոգված են, բայց արդյոք նրանց մտահոգությունը համարվում է իրավական ու օրինական իրավունքից զրկելու բավարար հիմք, հարցրել է նա։ ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը մայիսի 14-ին հայտարարել էր, որ Սպիտակ տան վարչակազմը պատրաստ է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա եւ զրկել նավթ արտահանելու հնարավորությունից, եթե երկու կողմերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։ Մոսկվան ակնկալում է, որ Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլում կքննարկվեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի հուշագրերի նախագծերը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաեւ մանրամասնել է, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ռուսական հուշագրի նախագծի մանրամասները չեն հրապարակվի։ Ռուսաստանի պատվիրակությունը մեկնելու է Ստամբուլ եւ պատրաստ կլինի երկուշաբթի առավոտյան Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Պեսկովի խոսքով մշակվում է ժամանակավոր զինադադարի պայմանների ցանկը, որը ենթակա է համաձայնեցման։ Այդ ցանկում ներառվել են Սևծովի անվտանգության խնդիրները։ Կրեմլի մամուլի խոսնակը նշել է, որ Վլադիմիր Պուտինը աջակցում է Զելենսկու եւ Թրամփի հետ անձնական հանդիպման հնարավորությունը։ Նման շփումներն անհրաժեշտ են, բայց նախապատրաստություն են պահանջում։ Նրա խոսքով հանդիպումից առաջ արդյունքներին պետք է հասնել Մոսկվայի եւ Կիևի միջև ուղիղ բանակցություններում։ Ուկրաինայի խաղաղության նախաձեռնությունը ներառում է հրադադարի պահանջներ ցամաքում, ծովում եւ օդում միջազգային գործընկերների մասնակցությամբ վերահսկողության մեխանիզմներով, այս մասին գրում է The New York Times-ը։ Հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի, ով խոսել է անանունության պայմանով, ըստ աղբյուրի Կիևի պատրաստած հուշագիրը նախատեսում է մի շարք կետեր, որոնցից յուրաքանչյուրը միտված է համապարփակ խաղաղ գործընթացի հաստատմանը։ Հուշագրի պայմանների իրագործման վերահսկումն ըստ փաստաթղթի պետք է իրականացվի միջազգային հսկողությամբ։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հաստատել է փաստաթղթի ստացումը, նշելով, որ այն բաղկացած է 22 կետից, որոնք ինքը համարել է բավականին լավ եւ ողջամիտ։ Միաժամանակ Քելոգը կոչ արել Ուկրաինային չհրաժարվել բանակցություններից, նույնիսկ եթե մինչ այդ Ռուսաստանը չներկայացնի իր հակադարձ փաստաթուղթը։ Դուք պետք է ցույց տաք, որ լուրջ եք, ընդգծել է Քելոգը։ Վաշինգտոնը դիտարկում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման բանակցային գործընթացից դուրս գալու հնարավորությունը, եթե Ռուսաստանը շարունակի անտեսել միջազգային հանրության ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերը, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ տեղակալի պաշտոնակատար Ջոն Քելին ՄԱԿ անվտանգության խորհրդի ճեպազրույցի ժամանակ։ Քելին ընդգծել է, որ եթե Կրեմլը հրաժարվի բանակցություններից, հնարավոր է Վաշինգտոնը սահմանի նոր պատժամիջոցներ։ Պատերազմի դադարեցման պատասխանատվությունը կրում են ինչպես Ռուսաստանն, այնպես էլ Ուկրաինան։ Ժամանակը նրանց կողմը չէ, ովքեր ձգտում են ձգձգել հակամարտությունը։ Եթե կողմերից մեկը չցուցաբերի խաղաղության գնալու պատրաստակամություն կամ ցանկություն, ապա այն պատասխանատվություն կկրի դրա հետևանքների համար, ասել է նա։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը դեռևս մնում է սեղանին, իսկ պատերազմը ըստ Քելիի շարունակում է վնաս հասցնել ոչ միայն ռուսական տնտեսությանն, այլև ռազմական ռեսուրսներին, ազգային անվտանգությանը եւ միջազգային հեղինակությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտ են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելուն, կարծում եմ, մենք հնարավորություն ունենք համաձայնության հասնելու Իրանի հետ, նրանք չեն ուզում ռմբակոծվել, նրանք կնախընտրեին համաձայնագիր կնքել, կարծում եմ, դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հեռավոր ապագայում, լրագրողներին ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում։ ԱՄՆ-ն Իսրայելին եւ Համասին առաջարկել է 2 ամսով հրադադարի նոր նախագիծ, կողմերը կրակը դադարեցնելու հնարավորություն ունեն, կարծում են Վաշինգտոնում։ Reuters-ի ծանոթ փաստաթղթի համաձայն Գազայում հրադադարի առաջին շաբաթվա ընթացքում պաղեստինյան Համաս խմբավորումը պետք է ազատ արձակի 28 իսրայելցի պատանդի, ողջ եւ մահացած, փոխարենն ազատ է արձակվելու 1236 պաղեստինցի, հանձնելու են 180 մահացած պաղեստինցու աճուն։ Reuters-ի հաղորդմամբ Իսրայելն ընդունել է հրադադարի նոր նախագիծը, որը փոխանցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտքովը, Համասը դեռ ոչ։ Եվրոնյուզն էլ նշել է, որ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր նախագիծը հայտարարվել է Հորդանան գետի արևմտյան ափը ակտիվորեն զարգացնելու Իսրայելի ծրագրերի ֆոնին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արել խստացնել դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ ստիպելու քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը մեղմելու ուղղությամբ։ Առաջիկա ժամերին եւ օրերին, եթե մարդասիրական իրավիճակի պահանջներին համապատասխանող արձագանք չլինի, հավաքական դիրքորոշումն իհարկե պետք է կոշտացվի, հայտարարել է Մակրոնը։ Ելիսեյան պալատի ղեկավարը շեշտել է, այժմ ամեն ինչ կախված է Իսրայելի կառավարության որոշումներից։ Մակրոնի խոսքով առաջնահերթություն է ջրի, սննդի եւ դեղորայքի բաշխումը, նաեւ վիրավորներին տարածաշրջանից հեռանալու թույլտվությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում գրառում է արել, որտեղ հայտարարել է, որ Չինաստանը խախտել է երկրների միջև ձեռքբերված պայմանավորվածությունը։ 2 շաբաթ առաջ Չինաստանը լուրջ տնտեսական վտանգի մեջ էր, իմ սահմանած շատ բարձր մաքսատուրքերը գործնականում անհնար դարձրին ԱՄՆ-ում առևտուրը Չինաստանի համար։ Շատ գործարաններ փակվեցին եւ տեղի ունեցան մեղմասած քաղաքացիական անկարգություններ։ Ես արագ գործարք կնքեցի Չինաստանի հետ նրանց փրկելու այդ իրավիճակից։ Վատ նորությունն այն է, որ Չինաստանն ամբողջությամբ խախտել է մեզ հետ կնքած համաձայնագիրը, գրել է Թրամփը։ Կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Անդրադառնանք այլ թեմաների շանը վրա երթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկրտուքի։ Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար, այդ ընթացքում մասնակիցներից մեկը BMW մակնիշի ավտոմեքենայով վրա երթի է ենթարկել 42-ամյա Անի Խ-ին եւ նրա 2-ամյա որդուն։ Վրա երթի հետևանքով կինը մահացել է, իսկ որդին հոսպիտալացվել, դեպքի բոլոր հանգամանքներն, այդ թվում BMW-ն վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են, հայտնում են ոստիկանությունից։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ 2000 դրամի վեճը զինծառայողի մահվան պատճառ մեղադրյալները հետախուզվում են, գործը դատարանում է։ Բանակում 2010 թվականին ոչ մարտական պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Վալերիկ Մուրադյանի գործը վերսկսվել է 2021 թվականին։ Գործով մեղադրյալ են նրա ծառայեկիցներից երկուսը, նրանցից մեկի Ավետիք Խաչատրյանի մասով գործն ուղարկվել է դատարան։ Երկուսն էլ գտնվում են հետախուզման մեջ։ Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի 4 ամսվա ծառայող Վալերիկ Մուրադյանն ինքնասպան է եղել, սակայն լայնածավալ ապացուցողական գործողությունների արդյունքում գործը սկսվել է։ Դատախազն իրավասու դատարան է հանձնել Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առանձնապես խոշոր չափերով $3 միլիոն առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթի նյութերը, որի շրջանակում մեղադրանք է ներկայացվել նաև Սուրբ Աթոռում հայաստանի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանին եւ գործարար Սամվել Մայրապետյանին։ Մեղադրանքի համաձայն Սերժ Սարգսյանը միջնորդավորված կերպով կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից, նրան պատկանած ընկերության օտարման գործարքին չխոչընդոտելու համար։ Կաշառքը ստացել է մաս-մասի $2,660,000 կանխիկ, 325,000-ը անկանխիկ եղանակով, հայտնել են դատախազությունից։ $10,000 կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Պարզվել է, որ ԳԽ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ ԶՍ-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու եւ որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու եւ արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ նախաքննության պարզվել է, որ դատավորը ԶՍ-ի օգտին ապօրինի գործողությունների եւ անգործության համար 2025 թվականի ապրիլի 9-ին ԳԽ-ի միջոցով նրանից պահանջել է $3,892,500 դրամին համարժեք $10,000 կաշառք։ ԶՍ-ն համաձայնվելով դատավորին կաշառք տալու առաջարկին ԳԽ-ին տվել է պահանջված կաշառքի գումարը, այն դատավորին փոխանցելու նպատակով։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Դատախազությունից հայտնում են, որ 2018-ից 24 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 210 միլիարդ 79 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոց, որից 46%-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի գույքն ու դրամական միջոցը 2023 եւ 2024 թվականներին։ Երկու տասնյակ դրվագներով մեղադրանքներ Դոգին միգրացիոն կարգը խախտելու գործին զուգահեռ Լաս Վեգասի դատարանը շարունակում է քննել դոգմականունը Վարդան Ղուկասյանին։ Հայաստանում ներկայացված երկու տասնյակ դրվագներով մեղադրանքները ուղիղ եթերներում Հայաստանի իշխանություններին, իրավապահ մարմինների ղեկավարներին, նաև ընդդիմադիրներին հայհոյախառն տարբեր մեղադրանքներ ներկայացրած Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար։ Մեղքը սակայն չի ընդունում։ Ըստ նրա փաստաբանի երկու տասնյակ մեղադրանքների շարքում եւս մի դրվագ կա, որը վերաբերում է մանկահասակ երեխաների պոռնոգրաֆիկ լուսանկարների տարածմանը։ Մեղադրանքների այս փաթեթը ներկայացնելով ամերիկյան կողմին Հայաստանի դատախազությունը պահանջում է Միացյալ Նահանգներից արտահանձնել Վարդան Ղուկասյանին։ Հայաստանի բոլոր մարզերից հարյուրավոր մանկավարժներ, կրթության պատասխանատու մարմիններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ Երևանում քննարկում են հանրակրթության բարեփոխումների ընթացքն ու նորարարական մեթոդների ներդրման հնարավորությունները։ Մեկնարկել է ուսուցչական 3-րդ համաժողովը, որը նպատակ ունի ձևավորելու միասնական տեսլական, հանուն կրթության զարգացման եւ ուժեղ պետության կերտման։ Երևանում մեկնարկել է ուսուցչական 3-րդ համաժողովը նորարար ուսուցիչ հզոր պետություն խորագրով։ Համաժողովը նպատակ ունի ամփոփելու հանրակրթության բարեփոխումները, համախմբելու ուսուցչական համայնքի ներուժը եւ խթանելու կրթական նորարարությունների կիրառումը։ Բացման խոսքում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս ձևաչափը կարևոր հարթակ է քննարկելու ոլորտի փոփոխությունները եւ դրանցում ուսուցչի առանցքային դերը։
Նախորդ տարի մենք մեկնարկեցինք տարեկան ուսուցչական համաժողովները, որովհետև գտնում ենք, որ մեր ուսուցիչներից շատ բան ունենք լսելու և սովորելու։ Մեր դպրոցներից շատ բան ունենք լսելու և սովորելու։ Եվ ոչ միայն մենք, որպես նախարարություն, այլև ոլորտում գործող տարբեր կառույցները, տարբեր դպրոցները, տարբեր ուսուցիչները։ Եվ նման համաժողովները առաջին հերթին պետք է դառնան միմյանցից սովորելու, միմյանց հետ գաղափարներ կիսելու, կարևոր հարցերը միմյանց հետ քննարկելու հարթակ։ Նրա խոսքով կրթական բարեփոխումներն անընդհատ ուղեկցվում են գլոբալ զարգացումներով, ինչպիսիք են տեխնոլոգիական առաջընթացը եւ արհեստական բանականության կիրառումը։ Խոսելու ենք ըստ էության մեր ամենակարևոր խնդիրների մասին։ Եվ գիտեք, կրթության ոլորտում փոփոխությունները այնպես չի, որ միայն նախանշված ճանապարհով են գնում։ Տեղի են ունենում բազմաթիվ հարակից փոփոխություններ, տեխնոլոգիական զարգացում, աշխարհում տարբեր սոցիալական երևույթներ, որոնք զարգանում են, որոնք իրենց ազդեցությունն են թողնում կրթության ոլորտի վրա։ Անդրեասյանն ընդգծել է, որ կրթությունն առանցքային նշանակություն ունի ոչ միայն սոցիալական եւ մշակութային առաջընթացի, այլև երկրի անվտանգության ապահովման գործում։ Նրա խոսքով հզոր պետություն ունենալու հիմքը կրթված քաղաքացին է։ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում կարևորել է դպրոցի եւ բուհի փոխկապակցվածությունը, շեշտելով, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն անմիջապես անդրադառնում են բուհերում որակյալ մասնագետների պատրաստման վրա։ Որակյալ կրթության համար մեզ համար անհրաժեշտ են տարբեր բաղադրիչներ։ Եվ ամենակարևորը քննական մտածողությամբ նոր երիտասարդ սերունդն է, որը գալիս է դպրոցից դեպի համալսարան։ Այս իմաստով դպրոցի բարեփոխումները, դպրոցում տեղի ունեցող փոփոխությունները, կրթական նոր չափորոշիչները էական կարևորություն ունեն համալսարանում որակյալ կադրեր պատրաստելու համար։ Նա նաև նկատել է, որ ժամանակակից աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ պատերազմներ, տեխնոլոգիական հեղափոխություն եւ արհեստական բանականության զարգացում։ Այս պայմաններում, ըստ Հովհաննիսյանի, մանկավարժի դերը դարձել է առավել բարդ եւ պատասխանատու։ Այն պահանջում է հարմարվողականություն եւ նորարարական լուծումներ։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության գործակցության բաժնի ղեկավար Ֆրենք Հեսն իր խոսքում կարևորել է կրթական համակարգի բարելավումն ու ուսուցիչների մասնագիտական աճը, որպես կրթության որակի բարձրացման եւ նորարարական մոտեցումների կիրառման հիմնասյուներ։ Նա հատկապես ընդգծել է թիմային աշխատանքի եւ նոր մեթոդների փորձարկման անհրաժեշտությունը։ Մենք չափազանց ուրախ ենք նպաստել Հայաստանի կրթական համակարգի բարելավմանը եւ վստահ ենք, որ ուսուցիչների նորարար մոտեցումները կարող են հիմնական գործոն հանդիսանալ կրթության որակի բարձրացման համար։ Խորհուրդ եմ տալիս փորձել նոր մեթոդներ, աշխատել թիմով եւ անընդհատ զարգացնել ձեր գործը, հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները եւ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն էլ կարևորել է նախարարության հետ երկարաժամկետ եւ բազմակողմ գործակցությունը, նաեւ նշել, որ նման ծրագրերը նպաստում են կրթության որակի բարելավմանը եւ օգնում են ստեղծել առողջ կրթական միջավայր։ Մենք վստահ ենք, որ կրթության մեջ ներդրված ծրագրերը, որոնք ուղղված են աշակերտների լայն լսարանին, հատկապես նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաներին, ունեն մեծ նշանակություն կրթության որակի բարելավման գործում։ Կանխարգելող ծրագրերը, ինչպես օրինակ մանկական գրքերի շարքերը, նպաստում են կրթության վաղ փուլերում երեխաների ճանաչողական եւ մշակութային զարգացմանը։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև ուսուցիչների պարգևատրման արարողություն, որով բարձր գնահատվեց նրանց ներդրումը կրթական ոլորտի զարգացման եւ բարելավման գործում։ Համաժողովի խորագիրն էլ, ըստ բանախոսների, ընդգծում է ժամանակակից ուսուցչի առանցքային դերը ոչ միայն որպես կրթական գործընթացի կազմակերպիչ, այլև որպես հասարակական առաջընթացի խթան։ Հենց նորարար եւ նախաձեռնող ուսուցիչն է ունակ ձևավորելու ազատ մտածող, պատասխանատու եւ ստեղծարար սերունդ, որն էլ դառնալու է հզոր պետության կայուն հիմքը։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։